Բարի երեկո բարեկամներ, եթերում Շուշի հեռուստածրագրի հերթական թողարկումն է։ Շուշիում հատկապես վերջերս հաճախակի են դարձել ցուցահանդեսների կազմակերպումը։ Դա թերևս կապված է նաև մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության Շուշի տեղափոխմամբ, ինչպես նաև Շուշիում նոր պատկերասրահի բացմամբ, որտեղի դեպ մեկ ամիս առաջ Նիկոլայ Նիկողոսյանի ցուցահանդեսը բացվեց։ Շուշիի նորաբաց այս պատկերասրահում սա արդեն երկրորդ ցուցահանդեսն է։ Հեղինակը Աշոտ Առաքելյանն է, ով արտերկրում է բնակվում ու ստեղծագործում, սակայն հայրենիքից երբեք չի կտրվում։ Ամեն տարի մասնակցում է ցուցահանդեսների։ Հայրենիքում ցուցադրվելը նրա համար առանձնակի նշանակություն ունի։ Արցախ ամեն կանուց ես ուրախություն եմ ապրում, որտեղ սա իմ հայրենիքն է։ Գիտեք, Շիրազը մի բան ունի, գրած ասում է Որտուս փշոտ թոթովանքը օտար վարդի չեմ փոխի։ Եվ ամեն տարի եմ գալիս սիրով եւ հոգուս ջերմություն եմ զգում, քաղցրություն եմ զգում, մի տեսակ մի կտոր ոնց որ ասում են այն տպավորությունը, որ հոգիդ կարող է հանդարտ տեսնել։ 52 աշխատանք եմ բերել, ներկայացրել եւ յուրաքանչյուր տարի եթե չկարողանամ, որտեղ շատ խնդիրներ եմ բերել, բայց կոլեկտիվ մասնակցում եմ յուրաքանչյուր տարի Արցախի բոլոր ցուցահանդեսներին։ Երբեք չեմ ձգտում իմ կտավներում նմանվել մեկ ուրիշ նկարչի, ասում է Աշոտ Առաքելյանը։ Ձգտում եմ իմ ուրույն ոճն ունենալ եւ դա ինձ հաջողվում է։ Բացի դրանից, ուզեմ թե չուզեմ, իմ նկարներում հայկական շունչն ու ոգին է թևածում։ Հայկական կոլորիտով, չնայած եվրոպական, այսպես ասած, գծեր կարելի է հայտնաբերել նրա նկարչության մեջ, գծերի թեթևակի այսպես ստիլիստիկա, թեթևակի թվացial չորություն, սխեմատիզմ, բայց ներքին իմպուլս կա, հայկական հոգու, գույների, այդպես հարուստ ներկապնատ ունի ինքը, և Շուշին և Աշոտը երկար տարիների բացակայությունից գրկախառնվել են իրար, մեկը իր պարքը, մեկը իր երբեմնի պարքը, մեկը մյուսուն են փոխանցում։ Մենք պետք է ուրախանանք, մենք պետք է աջակցենք, զարկ տանք նման երևույթներին։ Շուշիի Կաճար գիտական կենտրոնը հիմնադրվել է մոտ 7 տարի առաջ եւ արդեն այս տարիների ընթացքում հասցրել է բավականին մեծ ձեռքբերումներ ունենալ։ Այստեղ բազմաթիվ արխիվային նյութեր եւ մոտ 15,000 գիրք կա։ Իդեպ կան այնպիսի նյութեր եւ գրքեր, որոնք չես գտնի նույնիսկ Հայաստանի ազգային գրադարանում։ Կաճար գիտական կենտրոնի գրքերը հիմնականում հայագիտական ուղղվածության են, իսկ արխիվային նյութերը վերաբերում են արցախյան շարժմանը։ Այս ամենը կենտրոնը ձեռք է բերել հիմնականում նվիրատվությունների արդյունքում։ Ստեղծման օրից կենտրոնը կարևոր նպատակ է հետապնդում։ Մեր հակառակորդները բավական ակտիվ էին հանդես գալիս, մանավանդ համացանցում, մանավանդ տպագիր հրատարակություններով եւ նրանց ոնց որ թե հաջողվում էր նենգափոխել իրականությունը եւ ծուր հայելու մեջ ներկայացնել հակամարտության պատմությունը։ Նման պայմաններում մի խումբ մտավորականներ հերթական քննարկումների արդյունքում հանգեցին եզրակացության, որ անհրաժեշտ է համախմբել հասարակական նախաձեռնությունները, որովհետև, ինչպես գիտենք, հենց դրանք են գերիշխում հակառակորդի քարոզչամեքենայի ձեռնարկություններին պատասխանելու ոլորտում։ Եվ որոշեցինք, որ կարելի է համախմբել այդ ջանքերը եւ համարժեք հակադարձություններ կատարել հակառակորդի նենգափոխումներին, իսկ դրա համար անհրաժեշտ էր ունենալ որոշակի հիմքեր։ Հիմքեր ասելով մենք նկատի ունեինք համապատասխան գիտական գրականության հայթայթում, հավաքում, դասակարգում, ինչպես նաև արխիվային նյութերի հայթայթում, նմանապես գիտական մշակում եւ օգտագործման համար պիտանի լիության բարձրացում։ Իսկ այս ամենը իհարկե 1-2 հոգով դժվար է անել եւ ահա որոշեցինք համախմբել ուժերը եւ այդ ուղղությամբ կատարել հասարակական հիմունքներով աշխատանքներ, այնքանով ինչքանով որ մեր հնարավորություններն է մեզ ներում։ Ունեինք նպատակ նաև մեր հասարակության շրջանում տարածել ճշգրիտ պատմական գիտելիքներ մեր ոչ վաղ անցյալի վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ Շուշին հնուց հայտնի է որպես
Արցախի հոգևոր մշակութային գիտական կրթական կենտրոն, մենք նպատակահարմար գտանք, որ հենց Շուշիում է անհրաժեշտ նման կենտրոնի ստեղծումը եւ գործնեության ծավալումը, մանավանդ որ գիտենք մայրաքաղաքը ունի որոշակի եւ գիտական հիմնարկներ եւ կրթական համալիրներ, մի խոսքով կարելի ասել կենտրոնացված է հենց Ստեփանակերտում, կարելի է նաեւ Շուշիում այդ ուղղությամբ աշխատանք ծավալել եւ հենց այդ նպատակով էլ նպատակահարմար են գտել Շուշիում այդ գործունեությունը ծավալել։ Մհեր Հարությունյանը համոզված է, այնինչ այսօր կա Կաճար գիտական կենտրոնում, հետագայում կարող է լուրջ հիմք հանդիսանալ լուրջ ուսումնասիրությունների համար։ Իդեպ կենտրոնը բազմաթիվ գրքեր է հրատարակել։ 2010 թվականին մենք հրատարակեցինք ժուրնալիստների միության հետ համատեղ Արցախի պարբերական մամուլի պատմությունից աշխատությունը, այդ աշխատությունը ստեղծելու ընթացքում մենք զգացինք, որ անգամ հանրապետական գրադարանում խիստ պակաս կա, փաստորեն մամուլը չի պահպանվել եւ զգացինք, թե դա ինչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ հետագայում հատկապես մամուլի պատմության, իսկ մամուլը մենք գիտենք, որ օր առ օր արձանագրում է այն երկրի իրադարձությունները, որտեղ որ ինքը լույս է տեսնում։ Այս տեսակետից մենք հրատապ համարեցինք մեր ջանքերի կենտրոնացնել նաև այդ ուղղությամբ արխիվի պարբերական մամուլի արխիվի ստեղծման գործը ձեռնարկեցինք, որը ասեմ շատ աշխատատար եւ դժվարին աշխատանք է, մանավանդ որ բազմաթիվ թերթեր այսօր չկա եւ ուղղակի հատիկ հավաքվում են տարբեր անհատներից, տարբեր հիմնարկներից, փորձում ենք ամբողջացնել։ Այսքանը Կաճար գիտական կենտրոնի ձեռքբերումների մասին, իսկ հարկ է նշել, որ կենտրոնը բացի նվաճումներից խնդիրներ էլ ունի եւ համար առաջին խնդիրը մշտական տեղ ունենալն է։ Արդեն 7 տարի է, ինչ կենտրոնի աշխատակիցները իրենց գույքով հանդերձ տեղից տեղ են տեղափոխվում։ 4 անգամ տեղից տեղ ենք տեղափոխվել, որը իհարկե հիմա այսպես հեշտ ասում ենք, բայց դա պատկերացրեք դաժանակիր աշխատանք է, 15000 կտոր գրականությունը, հազարավոր փաստաթղթեր, թերթերի հավաքածուներ, այդ ամենը նորից դասավորել արկղերի մեջ, բեռնավորել մեքենա, ոչ միայն ֆիզիկական մեծ աշխատանք է պահանջում, այլև նաև վնաս է հասցնում այդ նյութերի, այդ գրքերի վիճակին, իսկ նաև գիտենք այդ գրքերը, նյութերը որոշակիորեն համակարգվում են, հերթական կարգով, այբենական կարգով դասավորում են, ամեն մի տեղափոխությունից հետո այդ կարգը խախտվում է եւ հարկ է լինում նույն աշխատանքը նորից կրկնել, նորից կատարել։ Այսինքն այսպիսի մեխանիկական, կասեի, աշխատանքների պատճառով հաճախ ստիպված ենք լինում շեղվել բուն նպատակից, այն գիտահետազոտական աշխատանքից, որը կարծում եմ պահանջված է այսօր եւ մեր հասարակության եւ մեր պետության կողմից։ Քանիցս հարկ է եղել կենտրոն հոսած անձրևաջրի դեմ պայքարել, փրկել ուղղակի գրականությունը եւ նյութերը այդ աղետից։ Այսօր կենտրոնը տեղակայված է Շուշիի նորակառույց շուկայի շենքի սենյակներից մեկում, բայց ամենացավալին այն է, որ տրամադրությունը ճամպրուկային է, քանզի սա էլ վերջնականապես նրանց չէ տրամադրված։ Շուշիի հուշարձանները էջի շրջանակներում այս անգամ ձեզ ենք ներկայացնում Թարխան Հարյուրապետի դղյակի պատմությունը։ Այսօր մենք ձեզ հետ միասին գտնվում ենք Շուշիի պատմության մեջ մեծ դերակատարում ունեցած մի դղյակի առջև, որը տարբեր աղբյուրներում, տարբեր անուններով է հայտնի։ 1720 թվականին սկսված ազգային ազատագրական շարժման ժամանակ դղյակը պատկանել է այդ շարժման ականավոր գործիչներից մեկին Թարխան Հարյուրապետին։ Այնուհետև, երբ որ խանական շրջանն է հաստատվել Շուշիում, մենք այս դղյակի մասին իմանում ենք Վերեշչագինի նկարից, որտեղ նա
նկարի տակ գրել է, որ սա Մեհդի Ղուլի խանի նստավայրն է։ Այս դղյակը խորհրդային տարիներին պահպանված ամենալավ դղյակներից մեկն է եղել, միջնադարի մեր պատմության ապացույցներից մեկն է եղել եւ խորհրդային ժամանակաշրջանի զբոսաշրջիկների ամենասիրած շրջայցի վայրն է այստեղ եղել։ Անշուշտ չնայած ավերակներին մենք քիչ առաջ նայեցինք, այդ ավերակներով նայելով նույնիսկ կարելի է տեսնել դեռևս սյունազարդ պատերի, ասենք, մնացորդները եւ իհարկե դղյակին յուրահատուկ իր ապարանքային, կենցաղային, տնտեսական եւ այլ օժանդակ կառույցներով։ Դժբախտաբար ավերածությունը արդեն թույլ չի տալիս կողմնորոշվելու, թե որտեղ ինչ է գտնվել։ Դատելով արդեն ասվածներից մենք միայն կարող ենք ասել, որ դղյակի այս արևմտյան մուտքը, որով որ կարելի էր մտնել դղյակի ներսում, սակայն մացառների պատճառով անհնարին է, հենց մուտքով մտնելով անմիջապես հայտնվել են մարդիկ, ասենք, դղյակի տիրոջ ապարանքի առջև։ Եվ հասկանալի է, որ հիմնականում դղյակը որպես այդպիսին օգտագործվել է զուտ պատերազմական ժամանակներում, որտեղ ինքը իր նեղության պատճառով չէր կարող երկարատև բնակության համար վայր հանդիսանալ եւ ավելի շատ ինքը ապաստարան է ծառայել տվյալ ֆեոդալին ու դղյակի տերը անշուշտ ապրել է դղյակի կողքի ինչ որ ավելի հարմարավետ շինությունների մեջ, որտեղ դղյակի ներսում միայն տաքացվում է դղյակի տիրոջ սենյակը։ Մյուս սենյակներում դուք պատկերացրեք ինչքան ցուրտ է լինում եւ իհարկե մեծամասամբ այդ ամբողջ տույժը իր վրա կրում են թե սովորական բնակչությունը եւ թե դղյակի կայազորը, որը սովորաբար բաղկացած է լինում պահակներից, ժամապահներից, ասպետներից ու հեծելազորից։ Այսքանը միայն կարելի ասել այս դղյակի մասին, դժբախտաբար տեսնում եք այսօրվա իր վիճակը 1992 թվականի վերջերին ադրբեջանական օդուժը կես տոննանոց ռումբ է գցել աշտարակներից մեկի վրա, աշտարակի պայթյունից այդ մեկ աշտարակը վերացվել է եւ նրա կողքին գտնվող դպրոցի շենքը եւս հողի հետ ամբողջությամբ հավասարվել է։ Մնում է զարմանալ, որ այդ պայթյունից հետո ինչպես է, որ ամրոցի պատերը դիմացել են այդ ահավոր օդային հարվածին եւ դրանից հետո փաստորեն դղյակը այսօր անմխիթար վիճակում է, անշուշտ անհրաժեշտ է որոշակի աշխատանքներ տանել դղյակը վերջնական կործանումից փրկելու համար։ Խորհրդային տարիներին հիմնականում դղյակի ներսն է վերանորոգման աշխատանքներ կատարվել, սենյակների մի մասը նույնիսկ ադրբեջանցիները ինչպես կարողացել են իրենց իմացածի սահմաններում վերականգնել են, անշուշտ թույլ տալով ամրոցաշինական կոպիտ խախտումներ, դա մենք տեսել ենք նաև մյուս դղյակները ուսումնասիրելու ժամանակ, բայց բոլոր դեպքերում այդպիսի լայնածավալ, ասենք, պաշտպանական աշխատանքներ դղյակի ուղղությամբ չեն կատարվել։ Հիմնականում այն ծառայել է տուրիստներին որպես, ասենք, թեյ խմելու տեղ, ինչպես նաև, ասենք, սովորական ժամանցի հանգստի վայր։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարենք, որ Շուշիի բոլոր դղյակները, այդ թվում նաև Թարխան հարյուրապետի դղյակը կառուցվել են Բագրատունյաց ժամանակաշրջանում, եթե ոչ դրանից առաջ։ Ինչով է դա հիմնավորում։ Դա հիմնավորում է նրանով, որ Բագրատունիների թագավորության ժամանակաշրջանում եւ Կիլիկյան Հայաստանի ժամանակաշրջանում է, որ դղյակները կառուցվում էին տեսանելիության սահմանները, մեկը մյուսից հեռավորությունը, այնքան որ մյուս դղյակից հաջորդ դղյակը երևում էր եւ ամրոցների, ասենք, այդ աշտարակների շրջանաձև կառույցի մեծությունը լրիվությամբ համընկնում է Բագրատունյա ժամանակաշրջանի մյուս ամրոցների, հատկապես Անի ամրոցի աշտարակների այդ
լայն ծավալին։ Դժբախտաբար նորից եմ ասում, մենք Շուշիի պատմության անցյալ չունենք դեռևս լավ ուսումնասիրված։ Երբ որ ասում ենք Շուշիի պատմություն, մենք ընդհանրապես հասկանում ենք 18-րդ դարի սկիզբ, 18-րդ դարի կեսերը։ Իսկ մինչ այդ ինչ է եղել Շուշին, ովքեր են կառուցել այս դղյակները, ովքեր են եղել այս դղյակների տերերը, բավականաչափ խավարի մեջ է այս պատմությունը եւ լուրջ հնագիտական պեղումների խնդիր գոյություն ունի հենց այդ անցյալը լույս աշխարհ բերելու առումով։ Այս դղյակի հետ կապված է հենց ադրբեջանական արշավախմբի գործունեությունը 1970-ական թվականներին, երբ որ նրանք հենց իրենց անունը, որ այդպես ասում են Կարաբոյուկ խանումի աշտարակը, որի վրա ռումբը գծվել է, այդ աշտարակի պատի վրա գտան արձանագրություն, որը վկայում է, որ շենքը գոյություն է ունեցել 1710 թվականից։ Դա շոկի մեջ է գցել ադրբեջանցի հետազոտողներին, նրանք նույնիսկ այդ մասին խոստովանել են Ադրբեջանի պատմաճարտարապետական հուշարձանները հաստափոր գրքի մեջ, որտեղ զգալի գլուխ է հատկացված նաև Շուշիի այս ամրոցին։ Միակ հետաքրքրական, նորից եմ ասում, փաստը հենց դա է, ինչի համար, որովհետև դրանով իսկ հենց իրենք ադրբեջանցիները դարձել են ու խփել են իրենց կողմից հորինված այն պատմությանը, որ իբրև Փանախ խանն է եկել Շուշի եւ ամրոցներ հիմնել։ Հենց իրենք հարցադրում այդպես էլ ասել են, միթե միջև Փանախ խանը Շուշիում իսկապես եղել է դղյակ, եւ զարմանալի չէ, որ այդ հայտնագործությունից հետո այդ քարը անհետացել է այս տարածքից։ Սկզբնական этаպում ավալը, ասենք, փորձել է թվական տվյալը տեղափոխել հիջրայի տոմարի վրա եւ ինչ որ ձևով հարմարացնել Փանախ խանի հայտնվելու հետ, բայց նույնիսկ այդ դեպքում էլի չի ստացվել հարմարեցնելը եւ ամենահարմար ճանապարհը առանց երկմտալու նրանք այդ քարից փոկված արձանագրությունը փաստորեն վերցել են ու անհետացրել են։ Զուտ նորից եմ ասում, պատմական առումով, զուտ մեր անցյալը վերականգնելու առումով նշանակություն ունի այս դղյակի վերականգնումը։ Այս դղյակը պետք է վերականգնվի եւ ինձ թվում է, որպես լավագույն թանգարան ծառայի մեր ազգին։ Բարեկամներ, այսօր այսքանն էինք պատրաստել ձեզ համար։ Հրաժեշտ ենք տալիս ձեզ նորից հանդիպելու ակնկալիքով։ Իսկ կհանդիպենք մեկ շաբաթ հետո Շուշիում։ Առայժմ